Այս սառուկի Կոմիկինա Ուլալա, երեխեք ջան, մենք այսօր գտնվում ենք Ֆինում, ով չգիտի, եկեք, անցեք։ Այսօր մենք գտնվում ենք Ֆինում, ով չգիտի, սա Coffee House-ի նոր պրոյեկտն է։ Ահա որ հավես է երեխեք, իրականում շատ էսթետիկ ու սիրուն արած, եկեք մի հատ արագ ձեզ դրսի հատվածը ցույց տամ։ Իրանք ունեն դրսի терраса, можно так сказать, այստեղ էլի ինչ որ բռնակի պահով իրանք լավ լուծումներ են տվել։ Աշխատում է ժամը 9-ից մինչև 12-ը։ Մի հատ շատ կայֆ բան ասեմ։ Այս տեղը pet friendly է։ Դա 40 սանտիմետր բայց միջև։ Դրանից բարձր չեմ կարող ասել։ Դե մեծ շների չեն կարող բերեն, նորմալ է։ Սենց մտնում ենք ներս Specialty Coffee Association member of 2025։ ու մեզ դիմավորում է մի հատ սենց ահավոր ձևի հավես աստիճան։ Շատ կայֆ է։ Ու արդեն փայտային էֆեկտով դեկոր էլեմենտը չի ինտերիերի, մի հատ խնդրեմ այս նստատեղը, որ բարձրանում է ու դառնում է առաստաղային ինչ-որ հավես լուծում։ Մի հատ եկեք գնահատենք իրանց տեխնիկան, եղեք այս տեխնիկայի գիժեմ մենակ էս, որը որ ես իրականում չգիտեմ ինչա կոֆե, ինչ-որ ապարատ է, բայց հələ մի հատ չէ որ լավ բան է։ Մի հատ պատկերացնում եք ինչ արժի։ Դենք իրանց սառը ուտեստների հատվածը։ Ունեն հետաքրքիր բոլեր։ Вот это чей-то заказ, очень красивый, нам нравится։ Իրականում ինտերիերում ամեն ինչ շատ լիքն է, բայց այնքան համահունչ է իրար հետ նայվում, որ շատ դզում է։ Նախաճաշերը պատրաստ են։ Կարում հանեմ բաժակը։ Երեխեք եկեք տեսեք это наш, նայեք իրանց կոֆեի ապարատը ինչ լավն է։ Բրենդավորված, ребята։ Это branding, you know what I mean։ Ահա։ Մտնենք եկեք տեսեք էլի Are you ready for this? Տուկ չկա, բայց սենց քաշում ենք եկում 1 2 3 Շոտ սիրուն է։ Very beautiful։ Oh my god, բալ։ Մի հատ այս դետալները ինչ հավես է, պրոստը։ Ես սիրում սենց ագրամեննի ինչ որ մասիվնի բաներ ու ինձ ահավոր դզում։ Ու այս հայլին, вообще սիրում ենք մենք հայլիների իհարկե։ Եկեք հիանանք այս կաթիլաձև ծորակներով։ Երեխեք շատ, ինքը շարժվում է, բայց չգիտեմ իրան։ Ասենք շատ ընտիրը։ Այս վարագույրներն են շատ սիրուն։ Նայ ապակյա տենց շերտի մեջ։ We love it. Very beautiful. Stab him like. Լսենք ոտքներս քարին չի առնի։ Let's get started. Բայց շարժվում է կամերան անընդհատ։ Ռիտուալ հայերեն հիշում եք։ Ռիտուալ։ Ռիտուալ գործունեություն։ Ավանդու, ես ռիտուալը դա չի կյանքը։ Business, IP, AD։ Սովորաբանական անձերներս։ Հարգելիներ, սկսելով այսօրվա զրույցը, ցանկանում եմ նշել, որ մեր այսօրվա թեման The Power of Daily Rituals։ Տիպա ամենօրյա ռիտուալների, ավանդույթների, ես կարելի ասել, կամ սովորույթների ուժը։ First question։ Առաջին հարցը, երեխաներ, ինչ է ձեզ համար առհասարակ նշանակում daily ritual, առօրյական սովորույթներ ու ռիտուալները։ Ձեր համար ինչ են դրանք։ Դա ձեր համար զուտ ինչ-որ պրիվիչկայի նման սովորույթի նման մի բան է, թե ավելի սենց իմաստալից երևույթ։ Առօրյա ռիտուալների ամենակարևոր մասը կազմում է առավոտյան ուշ արթնանալը։ Որպեսզի մորը լինի ստացված, չէ, իրականում սենց մի հատ փոքր նյուանսիկ եմ ուզում նշեմ, որ բոլորս էլ աղջիկներ ենք, բնականաբար ամեն մեկի համար կարևոր է, որ տենց առավոտյան արթնանում ես, պատրաստվում ես եւ այլն, ու օրինակ համալսարանի տարիներին էր դա շատ արտահայտված, երբ որ ես ուշանում էի ու չէի հասցնում տենց մինչև վերջ ինձ դզեի փչեի, ես ամբողջ օրը ինձ պրոստը վատ էի զգում, ու դու սենց մտածում ես, որ ինքը իրականում մանրուք է, որտեվ ես ինձ շատ քսվել եւ այլն չեմ սիրում հիմնականում խնամք է, բայց էլի որ չես անում, դու ամբողջ օրը քեզ այդքան ինքնավստահ չես զգում։ Իմ համար էլ է, вообще ռիտուալ ասվածը շատ հավես է, երբ որ մարդ բաղում, մանավանդ աղջիկները շատ են չէ սիրում ոնց որ Թոմիկը ասեց, բայց ես առաջ վեր էի կանում շուտ ու անում էի ինչ-որ տենց թեթևակի մարզանքներ, հիմա որ ինձ գիտի կսկսի խնդալ, բայց իրականում տենց է, ու որ առավոտ վեր ես կանում շուտ, ինչքան հավես է դու ունես այդ ցելի ամբողջությամբ այդ օրը, որ դու հանգիստ անես ամեն ինչ, կոֆե խմես, քո ռիտուալները, այդ մեյքափ ես անում, ուխոդ ես անում եւ այլն, շատ կայֆ է։ Շուտ արթնացեք երեխեք։ Համաձայն եմ, իմ
Սարան դե ինչ ասի, ինքը 6-ին ամեն օր Լուրջ եմ արթնանում է։ ասում, ես միակ իմ դեպքերը, որ տենց շուտ եմ արտանում, դա Սարայինստանից մեր տուն գալն է լինում։ Երեխեք ես Երևանից չեմ, եթե ինչ ու հա, մեր տնից առավոտյան Երևան հասնելու համար, եթե տենց վաղ առավոտյան է պետքա նու նայած ով ինչքան է պատրաստվում, 6-ին արտանալը օպտիմալ տարբերակ է։ Ինչևէ, ես ուզում եմ ասել, որ իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ եթե ինչ որ ռիտուալներ, իրանք սովորույթներ, պրիվիչկաների նման են սկսում, կյանքի ինչ որ էտապում դու սկսում ես դրանք անալիզ անել ու հասկանալ, արդյոք քեզ դրանք պետք են թե ոչ, ու երբ որ դու դրանց միտքը, իմաստը հասկանում ես, վերլուծում ես ու գտնում ես, որ դրանք քեզ պետք են, այդ դառնում է արդեն գիտակցված ու իմաստ պարունակող ինչ որ ռիտուալ, որը այսինքն ինչ է ես ներկայացնում ռիտուալը, մի բան, որը դու ինչ որ նպատակով կրկնում ես ամեն օրվա կտրվածքով կամ ինչ որ պարբերականություն ունի, չէ, հաճախականություն կրկնելու, կրկնողության, ու այդ վերածվում է դիսցիպլինայի։ Իսկ դիսցիպլինան ես շատ կարևորում եմ, որովհետև ինքդ քո հետ բալանսի մեջ գտնվելու, բալանսավորված աճ ու դինամիկ աճ ունենալու համար մեկ գրավականներից է։ Ջուրիկ բանել եմ ուզում ասեմ, որ սկզբից դու այդ ամեն ինչին այդ փոքր ռիտուալներին նայես որպես ինչ որ պարտականություն կոպիտ ասած, որ դու ամեն օր պետքա դա անես, բայց հետո դա դառնում է քո կյանքի մի մաս, օրինակ եթե հենց թեկուս այդ skin care-ի դեպքում եւ այլն, ու դու սկսում ես դրանից հաճույք ստանալ։ Ու այդ շատ կայֆ է։ Всем привет, дорогие наши зрители. Мы сегодня... Ладно. Այսօրվա իմ լուքը մի քիչ տենց ստիլյակ եմ այսօր, բայց ես արդեն ուզում եմ իմ սպորտիվկաները հետ։ Ինչև է։ Վերխս չգիտեմ հələ նայ, էլի։ Top Shop. Aces Design։ Այո, Aces-ից Aces Design-ը, վերխս Zara, վզնոցս երեխեք շատ հավես պատմություն է, մի հատ երեխուց եմ առել Համալստանի դիմաց ծախում էր 1000 դրամով, ժեշտ է ինչ-որ, պայսակս Basic Pleasure մոդելի ասոսից եմ պատվիրել, յուբկաս մի հատ էջ կա Երևանում բույ է կոչվում, շատ լավն է, գնացեք նայեք, կոշիկներս ոնց որ թե Paoli, եթե չեմ սխալվում, նասկիներս չգիտեմ, դե ժամս գիտեք, բրասլետներս առել եմ Վրաստանից, Բաթումից, that's it։ Իմ այսօրվա outfit-ի մաս է կազմում վերխը, որը որ ես գնել եմ Զարինայից, տաբատը, Stradivarius, կոշիկները house, ինչպես անցյալ անգամ նույնն եմ հագել, եւ քանի որ իմ այսօրվա պայուսակը լիքվիդերով է եւ ծանր, ես որպես պայուսակ վերցրեցի այս աքսեսուարը DJI Mic 2։ Այսօրվա լուքս համադրել եմ այսպեսի դեղին աքսեսուարներով, որից մեկ ուզում եմ հենց հիմա ընկնդրեմ, եթե չես կընկնի։ Ծաղիկներ մայրիկիս համար փողոցի ծաղիկ վաճառող տատիկից։ Բլուզը Pull&Bear, պայուսակը Pull&Bear, տաբատը մամայինս է գաղափար չունեմ որտեղից է, կոշիկները Roberto, ժամացույցը նվիրել է ընկերուհիս, թեվրոնցները նվիրել է կոլեգաս, ականջողերն նույն անցած անգամվա, մազակալս, Temu, իհարկե կլինի։ Это моя sister подарила. Ուրեմն սիրելիներ, հաջորդ հարցը սա է, կխնդրեմ առանձնացնել ինչ-որ ռիտուալներ, որոնք երկու ռիտուալ երևի թե, որոնցից մեկը ձևավորվել է այդպես շատ պատահական, ինչ-որ պահի զգացել եք, որ դուք դա անում եք պարբերաբար ու վերածվել է դա ռիտուալի, և ինչ-որ ռիտուալ, որը դուք սենց գիտակցված որոշել եք, որ դուք այսուհետ հետևողական եք այդ կետին ու փորձում եք դա մտցնել ձեր առօրյա կյանք։ Այդ վերջինին կարամ պատասխանեմ, քանի մտքիս եկել է, էլի, քանի որ իմ փոքր քուրիկը սկսել է գնալ դպրոց, առաջին դասարանինքը ու իր դասերը սկսում են 8:15։ Բարև։ Ուտեմ քեզ Վիկի։ Ու ոնց որ այդ չգիտեմ պատահական կարելի է համարել, բայց ես իր հետ մենք որոշել ենք որ պետքա վեր կանանք ամեն օր ոնց ինչ-որ outfit check անենք, սիրուն նկարենք, որ ունենանք կոլեկցիա ու հիշատակ, ամեն առավոտ գալիս է 7-ին ինձ արթնացնում է, ասում է Սոֆի, արի նկարենք, որ մեր կոլեկցիան շատանա ու ըստ ոնց որ այդ դպրոցի պատճառով կարելի է ասել, ես սկսել եմ շուտ արթնանալ ու մեծամասնություն ունեցա, որ ես 7-ին արթնանում եմ, էլ չեմ քնում, կարող մի կես ժամ ասենք իրեն հագցնեմ, դրանից հետո պարկեմ մի քիչ scroll անեմ պրոստը հեռախոսից ու վեր եմ կանում, ինչ որ չգիտեմ, խառը բաներ եմ անում ու այդ կամաց դեռ ոնց որ ամբողջությամբ չի էլի, որ տենց շատ լավ է գնում, կամաց
դառնում է ռիտուալ ու ինձ շատ դուր է գալի, որտեղ կսկսեմ գնամ ջիմ։ Բայց բացի այդ ինձ թվում է այս որ նշեցիր շատ կայֆ է որ ձեր երկուսի կապն է ուրիշ ինչ որ երանգ ստանում ավելի պուպուշ ամրացնող Մեկ որ ես եմ իրան տանում դպրոց, այդ եղել է 2 անգամ դեռևս, բայց եթե տանում եմ, էլ հետ չեմ գալիս, այսինքն դրսում ա вообще սկսում, կարող գնամ չգիտեմ, ինչ որ կոֆե խմեմ, չայ հիմնականում, որտեղ կոֆե չեմ խմում, ու արդեն տենց օրս շարունակվում է, ու իրականում ինձ շատ է դուր գալիս, որ տենց ազատ ժամանակ եմ ունենում, ինչ որ հարմար բան անելու, պրոստը իմ կայֆով։ Вообще սպորտի հետ երբևիցե կապ չեմ ունեցել ու երբեք չեմ էլ սիրել ու ինձ вообще չեմ համարել սպորտիվնի մարդ, բայց արդեն 1 տարի է հաճախում եմ ջիմ, այս պահին ճիշտ է մի փոքր sense period եմ վերցրել, բայց դա էլ երևի թե իմ համար դարձել է ռիտուալ, որ ես ամեն տենց ֆիքսված օրերին ժամը 7-ին իմ գործերը միշտ նենց էի պլանավորում, որ ես իմ ջիմի օրերը բաց չթողեմ։ Ու տենց շատ հավես իրականում մանավանդ առողջության համար ինքը ձևավորված ռիտուալ է, որը ինձ շատ մեծ պլյուս է տվել։ Չգիտեմ պրիվիչկայա ասեմ թե ինչ, հա ռիտուալ, հենց այդ հիմնական արված, այսինքն իմ կողմից արված է, այդ պրոստը հեռախոսից Instagram-ի մանավանդ ու YouTube-ի վրա դրել եմ լիմիտ, որովհետև ես մի մոմենտ շատ էին արել, հետո այս լիմիտը որ դրեցի, հիմա իրականում ժամանակ չունեմ, որ ինթերթեմ ու արդեն անհետաքրքիր է դարել ինչ առումով բոլորը ոնց որ մեծամասնությունը նույն կոնտենտն է, պրոստը դրել եմ լիմիտ ու հենց այդ լիմիտը վերջանում է ու կստացի, այսքան ժամանակ չի եղել, որ ասի ձեր լիմիտը պրծավ, այսինքն ես այնքան քիչ եմ նայել, որ մի 2-3 անգամ ա եղել ու ես պրոստը տվել եմ իգնորիրովեց լիմիտ, այդ չգիտեմ ինչի էի տենց Instagram-ի մեջ, բայց այդ պրիվիչկա շատ եմ սիրում ու փորձում եմ պահեմ։ Հենց շուտ արտանալը, որը ես մեծագույն ձեռքբերում եմ համարում, որ իմ օրգանիզմը սովորել է այդ ռեժիմին։ Դա պատահական։ Հա, պատահական է եղել, ինչի, որովհետև Աստված իմ 8-րդ տարին է մեկնարկել իմ կյանքի, երբ որ ես գյուղից ամեն աստծոր գալիս եմ քաղաք ու սկզբում հատկապես երբ որ ամեն օր պետք է 9-ին լինեի դասի, արթնանում էի 6-ին, 6:20, սկզբից շատ դժվար էր տրվում, բայց արդեն 2-3-րդ տարում օրգանիզմս սովորեց ու ինքնուրույն անգամ ոչ աշխատանքային օրերին արթնանում էր 7-ին 7:30։ Սկզբից չէի հասկանում դրա լավ կողմերը։ Հիմա այնքան եմ այդ գնահատում, որ Սոֆին ոնց սկզբում նշեց, երբ որ դու շուտ ես արթնանում ու երբ որ Դա պարզվում ոնց որ կյանքի տեմպը այդ պահին դանդաղ է գնում։ Դու ինչ որ դանդաղացրած ժամանակում ես գտնվում ու ասենք 7-ից 9 ընկած ժամանակահատվածը կարա տպարություն լինի, որ տևում է 4 ժամ ու դու հասցնում ես ավելի շատ բան անել, քան դեռ մարդիկ արթուն չեն, իրենց օրվա հունի մեջ չեն ընկել, դու հասցնում ես, չգիտեմ, լվացվել, նախաճաշել, գուցե վազել, պատրաստվել, գիրք կարդալ։ Մի խոսքով մի շարք բաներ, որոնք չէիր հասցնի անել, օրինակ 12-ից 2 ընկած ժամանակահատվածում։ Ակցված ձեռքբերված ռիտուալների մեջ ուզում եմ մտցնեմ այս բան ընթացքի մեջ, հա, այն ժամանակին իմ կյանքի անբաժան մասներ, գիրք կարդալը ամեն օր, երեխեք չի ստացվում, ժամանակը ճիշտ տնօրինել դրա համար, բայց ուզում եմ դա վերականգնեմ շատ։ Թե չէ, այս բան գիտակցված մենակ այդ ջիմ գնալն է, կյանքիս եզակի ստաբիլ բաներից է դա դարձել։ Բայց ուրախ եմ, որ գոնե դա կա, փոքր քայլերով գնում ենք առաջ ավելի դիսցիպլինար կյանք։ Ребята, у нас есть общий ритуал. Դուք եք մեր Ամեն 3 շաբթի հանդիպելը ու այս ամեն ինչը անելը։ Ճիշտ է։ Մենք արդեն շատ ճանաչանում ենք դա։ Այո։ Նույնիսկ ես փորձում եմ չուշանել, առաջի վիպուսկին եմ մի ժամ ուշացել ու վсё։ Ժամ։ Բայց եկեք բոլորս մի հատ համաձայնենք, թե ինչ կայֆ է, երբ որ դու առավոտյան վեր ես կամ թեկուս կենտրոնով, թեկուս ուր ուզում լինես, քայլում ես ու այն որ բոլորը արթնացած չեն ու դու այդ հանգստությունը զգում ես ու պրիտոմ Սարենց տնից գալուց մի անգամ զգացել, 2-3 անգամ զգացել։ Կոմիկը չի զգացել դա вообще։ Ու ինչքանով է կայֆ, որտեղ կենտրոնում շատ քիչ տեղեր կա, որ շուտ է բացվում ու դու կարաս կոֆե խմես, բայց ֆինը բացվում է ժամը 9-ին, էլի վատ չի։ Բայց 8-ին բացվող տեղեր էլ կան։ Այո։ Այնպես որ չմտածեք, կարաք հանգիստ վաղ արթնանաք, ձեր համար Արտացեք շուտ։ Այո, եւ վայելեք կյանքի բենեֆիտները, երբ բոլորը քնած են։ Ձեր տրիոն է, որ մեկից կարծեք, որի խարվեք մամայի բիզնեսով ոնց է ստեղծում, արենից Ման ասում եմ կան ռիտուալներ, որոնք օրինակ ընկերով եք, չէ՞ անում մի ոնց որ մենակ քոնը չի, ընկերովի ընտանեկան ռիտուալներ եւ այլն։ Ոնց եք կարծում, դրանք ոնց են նպաստում հարաբերությունների ամրապնդմանը։ Մեծ լավ նպաստում են։ Օրինակ
ընկերությունը ոնց որ արդեն հասկացաք, ընտանիքի առումով ասեմ, մենք խորոված շատ ենք սիրում։ Ու չգիտեմ, ամսվա մեջ հաստատ մի 3 անգամ, մանավանդ որ եղանակը լավ է, մենք հավաքվում ենք ու ինչ-որ խորոված vibe ենք անում, ոնց որ ընթրիք ենք անում, sense հայկական ոճի մեջ, ու իրականում տենց ընթրիքները այնքան են մտերմացում ընտանիքներին, այսինքն դու ժամանակ ես ունենում աշխատանքից բացի, հեռախոսով խոսած բացի ժիվոյ տեսնել, խնդալ, բարել, ինչ-որ երաժշտություն, ինչ-որ մեկը հայտնաբերում է, որ օրինակ այս մարդը խորոված չէր սիրում, այսինքն ինքնատեմ նորություններ ենք հայտնաբերում ու շատ հավես է, երբ որ ընտանիքով հավաքվում են ու իրարից անընդհատ նոր բաներ են իմանում։ Ըստ իս այդպիսի ռիտուալները, որոնք shared են, այսպես ասած, ընտանեկան կամ ընկերական եւ այլն, իրենք օգնում են հարաբերությունները միապաղաղությունը ցրելուն, այսպես ասած, այսինքն այդ ռիտուալները մտցնում են ինչ-որ հավես էլեմենտներ, որոնք էլի ունեն բարբերականություն ու կարելի ասել ինչ-որ միաձևություն ունեն, բայց իրենք օգնում են մեկ այդ հարաբերությունների ամրապնդմանը ու հետո ինչ-որ նոր գույներ բացահայտելուն, մտցնելուն, որ զուտ չլինի իրար տեսնել, զրուցել ինչ-որ նույնատիպ թեմաների շուրջ, ոնց ես ինչ կա ոնց է անցել օրդ, կամ թեկուզ այդ հանդիպելը, որ ամեն շաբաթ կարելի է հանդիպել դեռ դառնա ռիտուալ, կապը չկորցնելու, ամուր պահելու։ Կանում շատ համաձայն եմ Սարայի հետ, որովհետև մանավանդ եթե ինչ-որ քո հարազատ մարդու հետ, ընկերներիդ եւ այլն աշխատանքային բանում ես, սֆերայում ես, աշխատանքային սֆերայում ես, այդ ռիտուալները շատ են օգնում, որ օրդ թեթևանա եւ այլն ու զգաս էլի, որ բացի դրանից ձեզ կապում է ընկերությունը, սերը եւ այլն եւ այլն։ Սկսենք նրանից, որ իրանց անձեռոցիկները բրենդավորված են, եղեք ես շատ եմ սիրում։ Ես իրոք շատ եմ սիրում, որ սենց մտածված է, wet wipes, now is the gift, Stella, կստատի գրած, now is the gift։ Coffee house-ը, որ ամեն 2 օրը մեկ նոր բաժակը հանում, դժվար բրենդավորված չլինի։ Հաստատ։ Երեխեք, բայց կստացի, եկեք շնորհավորենք Coffee House-ի 10-ամյակը, երեք իրենց ծնունդներ, ու շատ սիմվոլիկ էր, որ մենք առանց պայմանավորվելու ձեր 10-ամյակին եկել ենք ձեր պրոյեկտներից մեկը բացահայտելու, շատ ուրախ ենք, որ հենց այսօր հենց ենք, որովհետև շատ տպարված ենք, ամեն ինչ շատ սիրուն է, շատ մտածված, ուտելիքներից սկսած ամեն ինչ շատ գեղեցիկ է, վստահ ենք նաև համեղ, այսինքն հեսա կբացահայտենք։ Ոսկե շնորհավոր ձեր ծնունդը, շատ ուրախ ենք, որ դուք փոխում եք սուրճի մշակույթը Հայաստանում արդեն 10 տարի։ Happy birthday to you. Happy birthday to you. So, Happy birthday dear Coffee House. happy birthday to you. Такие минималистичные и красивые. Ինձ դուր է գալիս, որ այս մինիմալիստիկ բանի մեջ դեկորի մեջ երկուսդ են։ Ինչ-որ sense յարգի պահեր կա, որոնք որ լցնում են իրականում տրամադրության առումով։ Ու որ մենակ կարմիրի մեջ չեն մնացել, այլ իրոք sense տարբեր գույներ են օգտագործում, which is very beautiful. Սարուկինը կոֆեն է։ Ասացին, որ իրենց ամենահետարքիր հեղինակային պոզիցիաներից է պիստակով լատեն ու դա առաջարկեցին, ես ասացի, okay։ Ես խմում եմ ցիտրուսային լիմոնադ, Թոմիկը խմում է passion fruit։ Այս երեխեք Թոմիկինն է ավոկադո տոստա, shrimp ինչ-որ բուտիկներ է։ Իմն էլ ինչ-որ բոլ է սալմոն омлетով։ У них какой-то очень вкусный сливочный паннир. Մոտեկա։ Հարմա սարքած ամեն ինչ հաց է։ Հենց նոր սարքած է, էլի դզում է։ Եկեք փորձենք իրանց լիմոնադիկը։ Ցիտրուս։ Բարև։ Բարև ձեզ։ Офигенно։ Ձողի կար։ Սոփոս օգնեմ բացել։ Կարում քոնը փորձեմ։ Շատ դուրս եկա։ Очень вкусно։ Ես գազավորված ըմպելիք արդեն 3 տարի է չեմ խմում ճիշտն ասած, даже լիմոնադներ։ Лимонады։ Но это очень вкусно, серьезно. Այդ հատիկները живой մեջը որ կան, это очень вкусно։ Ահա, кстати, ստեղի մյուզիկի Ահա իմը համեղ է շատ, sense լավ իրար լրացնում են, բայց ինչ որ բան փոքրս է։ Աղնապակաս։ Այ, աղը պակաս է։ Իմ մոտից ցումա ձուկն է, որ աղը պահում է, Այ հենց որովհետև դա ես shrimp ու salmon հաճախ եմ խառնում ու ես չիրեցի իմ անունը ֆիքսել էի, որ սաղմոնով ու գիտեի սաղմոնով լինելու, բայց իմը ծովախեց գետնով է։ Իսկ լասոսը իր մեջ միշտ ունի էլի։ Ребята, самый excited moment։
18 րոպեից սուրճի հատիկները սլանալու են այս խողովակներով։ 20 minutes later. Just come outside for the night. Take your time, get your time. Turn it down. Այսպես դողում եմ պրոստը չգիտեմ։ Մի խոսքով Travis-ի ֆինը որ միանում է, այդ ազդանշանը որ հեսա սուրճի հատիկները բարձրանալու են խողովակներով, մենք պատրաստ չենք դրան, մենք չենք կատարել որ 18 րոպեն անցել է։ Ուսում ձեզ մոտ երևաց թե մենք ոնց վեր ճրանք։ Ու ես որ չգիտեմ այս ստաբիլիզատորից օգտվել։ Կարացա նկարեմ երթվում եմ, այդ ինչ էր անում։ Հուսամ ինչ որ կադրեր կլինեն պիտանի։ Շատ հավես էր։ Էի դրա մասին, որ ինչ որ ժամանակ այդ ֆինի երգը միանում է ուտեցանու ու շոկ ապրեցի, ոնց բում էր ինչ որ սաղ սենց վեր կացանի Մի վարի։ քիչ, բայց լավ, Բայց սպասենք, կայֆ է, մերսի։ շատ հավես է։ Ես որպես կաթի համադրությամբ համարյա ցանկացած սուրճի սիրահար, նոճիշտ կաթի սիրահար, տենց լատե, կապուչինո ու ռաֆը իմ համար սենց շատ ուրիշ տեղում են, թող ինձ համար են ղզիկ կոֆե խմող, ու այստեղ ինձ առաջարկեցին պիստակով լատե, ուզում էի բացի չկարողացա, շատ սիրուն էր երևում, ու համերը շատ լավ են համադրված, ոչ մեկը չի արտահայտվում ինչ-որ առանձնահատուկ ձևով, իրար լրացնում են շատ հավես, բալանսավորված, սուրճ է ստացվել, շնորհակալություն։ Մի հատ նայեք, մեզ ինչ սիրուն բաներ են հյուրասիրել, շատ սիրուն։ Հիմա հերթով ներկայացնենք, մենք ըստ նախասիրությունների ընտրել ենք որը ով է խմելու։ Ուրեմն սա հանեմ որ տեսնենք։ Filter coffee է, իդեպ այս երեքն էլ իրանց կողմից հեղինակային, հասնեց specialty տարբերակներ են։ Ուրեմն սա filter coffee է, որի վերևում հլինչ սիրուն է, вообще սերուցքը ինչն է։ Սերուցքը, որը պատրաստել են հենց իրենք։ Շատ ոգևորված եմ։ Ու վերջում վերևում նարինջի ցեդրա է։ Ջանիկ եմ որ կար ինչ-որ բան, որ կոֆեով չէ, որտեղ ես կոֆեն ընդհանրապես չեմ խմում։ Շատ յարկի է։ Հլնայ, յոններս կարմիր, ես վրինը մանուշակագույն, ինքը գազարագույն։ Ուրեմն տակինը խնձորի սոկ է, վերևը սլիվկյով մաչա, ճիշտ եմ, չէ՞ ասում, այո։ Բայց շատ սիրուն է։ Այո։ Ու ինձ հետաքրքիր է այս իր կոնսիստենցիան, դե ոնց են խառնվում։ Երեք իրականում ես էլ կոֆե չեմ սիրում, բայց ես ոնց հասկացա, տենց շատ թեթև սուրճ կա մեջը։ Լատե է, պիստակի հիմքով, մեջը ասես քիչ կոֆե կա ու ես չեմ սիրում այդքան կոֆե, ինձ թվում է դուրս կգա։ Հիմա փորձենք հասկանանք։ Գտնեք Թոմիկ, որտեվ ես եմ խմել։ Ոչ, ես դա որ այս 3-ից ֆավորիտն է, պիտի դնենք թասոսա։ Էս էլ ինչ որ մտածելու հարցեր եք, բայց ասենց որպես թեթև թեմա, թեթև հարցեր են, որ մի նախադասությամբ կարելի է պատասխանել, ու այս վերջին ամփոփիչ հարցն է։ Եթե փորձեիք մեկ նախադասությամբ նկարագրել, թե որն է ամենօրյա ռիտուալների ուժը, որը կլիներ դա, ոնց կնկարագրեիք։ Մի հատ նորից ասա իմ մեր Daily ritual-ների ուժը ինչու՞մն է կայանում մեկ նախադասությամբ։ Այն որ իրենք ձեզ սովորեցնում են ապրել ձեր կյանքը ավելի ճիշտ միգուցե։ Այսինքն, եթե դու իմանում ես, որ դու կոնկրետ ունես SSS բաները անելու, դու շատ ծրված չես մոտենում քո կյանքին, ավելի լուրջ ես մոտենում, ավելի ճիշտ ես կարողանում քո օրը պլանավորել, քո արդեն ավելի կոնկրետ ես տեսնում քո նպատակները եւ այլն, որովհետեւ դու գիտես, որ SSS քայլերն ես անում դրանց հասնելու համար, եւ բնականաբար դա ունի շատ sense դրական ազդեցություն քո վրա։ Իսկ մի նախադասությամբ Դառնալ ավելի կարգապահություն, բայց պրոդուկտիվ ու դիսցիպլինար։ Ես կարող եմ ասել իմ նախադասությունը։ Տեսնել քո նպատակները ավելի չոտկը։ Ավելի չոտկը։ Ապրել ավելի հանգիստ կյանք։
իրականում հավորտը միտքդ այնքան հանդարտ է լինում, որ չեմ ասում ամեն ինչը, երբ որ դու սենց գծած է, այդ ռիտուալ է, չէ, բայց երբ որ ռիտուալները կան, դու սենց հստակ ինչ որ օրակարգ ոնց որ ունենաս, ու այդ քեզ հանգստություն է տալիս, որ դու ինչ որ չափով ծրագրեր ունես ու գիտես դրանց հստակ հերթափոխն այսպես ասած, միտքդ հանգիստ է լինում։ Բայց ես ոնց Այսինքն կսահմանեի։ ունենք ապրել Խաղաղ, ապրել Երկնքի տա։ հագիստ մտքով, ապրել խաղաղ, հա, ապրել դիսցիպլինար, լինել դիսցիպլինար եւ productive, productive, դու ինչ ասիր, Ավելի չոտ կտեսնել քո նպատակները։ ապրել համակարգված, այդ էր որ ասեց։ գիտակցված ներդրում ինքդ քո կյանքում։ Գիտեք, խոսքս վերաբերում է հատկապես նրան, որ ասում կյանքի ցանկացած этаպում գալիս ես նրան, որ դու ինքդ որոշում ես, երբ որ վերլուծում ես քո այդ ռիտուալները, ինքդ որոշում ես դա պահես, թե չպահես, ավելացնես ինչ որ նոր ռիտուալ թե ոչ, այդ ժամանակվանից սկսած, այդ պահից սկսած, ինչ ասցի, գիտակցված ինչ։ Ներդրումներ քո կյանքում։ Դրանք դառնում են գիտակցված ներդրումներ քո կյանքում, եթե դու որոշում ես այդ պահից, որ դու դիսցիպլինար այդ ռիտուալները իրոք մտցնում ես քո կյանք։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Սիրում ենք ձեզ շատ։ Կտեսնենք։ Ձեզ եք շատ սիրում։ Կտեսնենք ուղիղ մեկ շաբաթից, ասայի հաջորդ էպիզոդում։ Կարող եք գիտե առաջարկել թեմաներ, եթե կան ինչ-որ թեմաներ, որոնք ուզեք լսել մեր թողարկման ընթացքում։ Սիրում ենք ձեզ։ Stay tuned։ Пока։